Աստծո բոլոր խոստումները պատկանում են մեզ, մարդուն։ Հավատում եք, հա? Աստված շատ խոստումներ ունի եւ պատկանում են այդ խոստումները մեզ։ Օրինակ, Աստված խոստում ունի, որ արդարը չի կորսվի։ Աստված խոստում ունի, որ արդարը օրինակի համար հաց չի մուրա երբեք։ Աստված խոստում ունի տարբեր կերպերով, որ կպաշտպանեմ քեզ, որ կզորացնեմ քեզ։ Աստված խոստում ունի, որ անդունդի մեջ ես գտնվում, ինձ կանչիր եւ ես քեզ կբարձրացնեմ լայնարձակ տեղ։ Աստված խոստում ունի, որ եթե ջրերի միջով անցնես, չես ընկղմվի, ես կպաշտպանեմ քեզ։ Եթե կրակի միջով անցնես, ես բոլոր կարող ենք հասկանալ փոխաբերական իմաստով, որ եթե կրակի նման նեղությունների միջով անցնես, Աստված քեզ կպահի, կպաշտպանի։ Սրանք բոլոր աստվածային խոստումները։ Եվ այս բոլոր խոստումները Աստված չի տվել հենց այնպես ուղղակի խոստում տալու համար։ Աստված այս խոստումները տվել է, որպեսզի այս խոստումները կատարվեն մեր կյանքերի մեջ, որպեսզի կատարվեն մեր կյանքերի մեջ։ Աստված ինքը մի բան որ ասում է, ուզում է նաև դա կատարվի։ Չի ուզում, որտեղ Աստված մարդ չի, որ սուտ խոսի, ինքը ասեց, ինքը կատարելու է։ Եվ Աստված շատ խոստումներ, որ տվել է մեզ, պայմանական են։ Եվ պայմանական խոստումները կատարվելու են մեր կյանքում այն ժամանակ, երբ որ մենք պայմանի մյուս կողմը կատարենք։ Շատ դեպքերում ասում ենք, Աստված որ ասել է, ինչու է այսպես չի լինում, որտեղ կա պայմանական խոստումներ եւ Աստծո պայմանական խոստումներից մեկը աղոթքն է։ Օրինակ, աղոթքի միջոցով մարդը կարող է ստանալ այն ամենը, ինչ որ Աստված իրեն խոստացել է։ Եվ աղոթքի միջոցով մարդը կարող է բերել Աստծո օրհնություն իրեն կյանքի մեջ։ Օրինակի համար, ես անկեղծ չեմ մտածել եւ մտածված քիչ առաջ չաղոթեցի, ուղղակի կանգնեցի այստեղ զգացի, որ Աստված ուզում է որ մի քանիսի համար հենց այս պահին աղոթք անենք եւ աղոթեցի։ Ու ես հավատում եմ, որ Աստված ինչ որ գործ արեց ձեր կյանքի մեջ։ Օրինակ, հիմա Աստված այս ամենը խոստացել է, որ կանչիր ինձ եւ ես քեզ կպատասխանեմ։ Ու մենք կանչեցինք։ Ես հավատում եմ, որ Աստված ինչ որ բան կատարեց։ Սա պայմանական է։ Հիմա ասում ենք Աստված թողանի մեր կյանքի մեջ, բայց չենք աղոթում եւ չենք կանչում Աստծուն։ Բնականաբար չի լինի ոչինչ մեր կյանքերի մեջ։ Պայմանական է։ Եվ Աստված աղոթքի համար, աղոթքի պատասխանելու համար ունի կերպեր եւ կանոններ, շատ դեպքերում մեր աղոթները չեն պատասխանում, ինչ-ինչ պատճառներով, որ այսօր մի փոքր կխոսենք։ Բայց մինչև դա, առաջի Պետրոս 5:7 էսպես է ասում. ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետեւ նա ձեզ հոգ է տանում։ Ձեր ամբողջ հոգսը, ոչ թե մասսան, ոչ թե 90%, այլ ամբողջ ձեր հոգսը գցեք նրա վրա, որովհետեւ նա հոգս է տանում ձեզ համար։ Ձեր բոլոր հոգսերը գցեք Տեր Հիսուսի վրա, նա հոգս է տանում, նա վերցնում է այդ հոգսը, այդ ծանրությունը ինքը վերցնում է, իրան տվեք ամենը։ Իրեն տվեք, որովհետև ինքը հոժար է, ինքը համաձայն է, ինքը ուզում է վերցնի այդ ամբողջ մեր հոգսերը։ Օրինակ, հոգսեր ունենք, ինչ հոգսեր կարող ենք այսօր ունենալ։ Հոգսեր ունենք առողջական, հա, կարող ենք ունենալ։ Տեր, հիվանդ եմ, խնդրում եմ քեզ, ես քո կարիք ունեմ։ Տեր, եթե իմանամ, որ բժիշկներից որևէ մեկը կարող է ինձ օգնի, կդիմեմ իրեն, դա էլ քո կողմից տված գիտություն է, բայց չեն կարող օգնեն, չեն կարող գտնեն ինչ հիվանդություն է, կամ էլ գիտեն ինչ հիվանդություն է, չեն կարողանում ինձ օգտակալ լինել։ Տեր, օգնիր ինձ։ Տեր, ընտանեկան խնդիր ունեմ, ամուսնուս հետ կամ կնոջս հետ դժվարություններ կա։ Տեր Աստված, ինչ որ մի ուրիշ ֆինանսական դժվարություն կա։ Ահա որ վիճակի մեջ եմ։ Տեր Աստված, կախվածություն ունեմ, կախյալ եմ ես, չգիտեմ, խաղում եմ, չեմ կարող ու չեմ ուզում խաղալ, չեմ ուզում այս փողերը տանեմ, ծախսեմ, երեխեքից բերանից կտրեմ, չգիտեմ, իմ օգուտը, իմ ունեցվածքը տանեմ եւ գցեմ, չգիտեմ, ինչ որ կազինոների մեջ, ինչ որ հեռախոսի այդ բաների մեջ եւ այլն, չեմ ուզում, Տեր Աստված, օգնիր ինձ, կապված եմ։ Ոմանք կապված են տարբեր պիղծ մտքերով եւ գցիր քո հոգսը, Տեր ասում է, տուր իրան եւ ինքը կարող է հոգս անել։ Ոնց են կարողանում տալ աղոթքի միջոցով։ Տեր Աստված, ես քեզ եմ հանձնում։ Եվ ես չեմ դադարի աղոթելուց, մինչև որ ես չզգամ, որ Աստված լսում է ինձ։ Չեմ դադարի աղոթելուց, մինչև որ զգամ, որ Աստված ինձ լսեց եւ պատասխանեց։ Ուրեմն առաջ Պետրոս 5:7-ն է ստա։ Եվ Աստծո բոլոր խոստումները մերն են, նաեւ նրանք կարող են կատարվել պայմանական։ Տեր, իմ վեմ եւ իմ ամրոց, իմ ազատարար, իմ Աստված, իմ վեմ, որտեղ ապաստան եմ գտնում, ով իմ վահան եւ իմ փրկության եղջյուր, նա իմ ապավենն է։ Մարդը, որը աղոթում է Աստծուն, այսպիսի համոզմունք պետք է ունենա, որ իր ապավենությունը, իր ապահովությունը, իր վեմը, այսինքն կանգնած ամուր, դու կարող ես իր վրա կանգնես, իր խոսքի վրա կանգնես, իրան ամբողջությամբ վստահես։ Երբ որ ընկերուհուդ կամ ընկերոջդ կամ վերջը հարազատ մարդուն մի բան ասում ես, նավսյակի ամեն դեպքում իրեն ասում ես, բայց լսիր, ոչ մեկի չասես, էլի։ Աստծուն մենք կարող ենք վստահել։ Եվ երբ որ մենք Աստծուն
որևէ բան խնդրում ենք եւ մոտենում ենք Աստծուն, այս մոտեցումը պետք է ունենք, որ մենք վստահում ենք իրեն, որ մենք ապավինում ենք իրան։ Իրա մեջ մենք գտել ենք փրկություն, իրա մեջ մենք գտել ենք իրան գտել ենք մեկին, ում վրա կարող ենք հենվել, ումից կարող ենք վստահել։ Այսպիսի մոտեցում, երբ որ մարդը ունի Աստծուն, Աստված կարող է լսել եւ պատասխանել Փարթիրոջը։ Սաղմոս 18:2-ն էր, սա Սաղմոս 18:6-ն է, հիմա կարդում իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը եւ իմ Աստծուն աղաղակեցի, նա լսեց իմ ձայնը իր տաճարից եւ իմ աղաղակը հասավ նրա առաջ, նրա ականջին։ Ինչքան սիրուն է, ինչքան գեղեցիկ է սա, որովհետեւ այսօր շատ մարդիկ են աղաղակում։ Պետական այրերի դռները աղաղակներ կան։ Մարդիկ թակում են պետության կամ պետական այրերի կամ կառավարության դռներ ասելով մենք հոգս ունենք, մենք խնդրեմ ունենք, մեր տան հարցը, մեր գյուղի հարցը, մեր, չգիտեմ, երեխեքի հարցը, լիքը դռներ թակում են, աղաղակում են, շատ հարցերի պատասխան չի գտնվում։ Ընտանիքի անդամները կարող են աղաղակել, ընտանիքի, չգիտեմ, ծնողներին կամ մյուսներին նորից շատ բաներ չի լսվում։ Ընկերներին ես աղաղակում, կարող է ձայնով լինի աղաղակը, կարող է պարզապես պատմության, ինչ որ մի բան է տեղի ունեցել քո կյանքում, այդպես լինի աղաղակը։ Շատ անգամներ մեր աղաղակները չեն լսվում, մարդկանց աղաղակը կա, կանչը կա, օգնության ձայնը կա, կարիքը կա, բայց չի լսվում, տեղ չի հասնում։ Այստեղ Սաղմոս 2-ն ասում է. իմ նեղությանս մեջ կանչեցի Տիրոջը եւ իմ Աստծուն աղաղակեցի, նա լսեց իմ ձայնը իր տաճարից եւ իմ աղաղակը հասավ նրա առաջ, նրա ականջին։ Սաղմոս 18-ը շատ լավ սաղմոս է։ Խնդրեմ գրեք ձեզ մոտ, տունը կարդաք ամբողջությամբ։ Շատ լավ սաղմոս է, ինքը շատ հետաքրքիր բաներ է այնտեղ ասում։ Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը։ Նա է մեր օգնությունն ու վահանը։ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ Այսպիսի մոտեցում պետք է լինի, որ ես աղաղակեմ նրան, նա լսելու է։ Բայց եթե ես ասում աղաղակեմ, չգիտեմ, կլսի, չի լսի, այսպես չի լինի դա։ Վստահություն ունես, ես ուրախանում եմ, իմ սիրտը նրա հետ է, իմ վահանն է, իմ պաշտպանն է նա, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։ Այսպիսի մոտեցում ակնկալում Աստված նրանցից, ովքեր որ իրեն աղոթում են, ականչում են իրեն, հույսը, ապավենությունը, վստահությունը ամբողջությամբ դնեն Աստծո վրա, ոչ թե 50-50, մի հատ փորձենք Աստծուն էլ աղոթենք։ Մի հատ դե բոլոր տեղերը գնացել ենք, թուղթ ու գրերի մոտ տարել ենք երեխուն, բացողի մոտ, մոմ թափողի մոտ գնացել ենք, բժիշկների մոտ տարել ենք, չգիտեմ, տարբեր հազար մի հատ եկեղեցի էլ տանենք, էլի, ասես փորձենք։ Կարող է Աստված ողորմություն անի եւ պատասխանի, եթե հավատք չկա, բայց եթե այս բոլորը արել ես եւ հուսահատվել ես եւ այսօր ասում ես Աստված կարող է ի վերջո։ Եվ հույսդ կտրած այդ բոլորից եկել ես Աստծո դուռը, Աստված կարող է լսել։ Բայց երբ որ մենք ուղակի գալիս ենք այսպես, Աստված էլ բոլորից մեկն է, չեմ կարծում, որ Աստված որևէ բան կարող է անել այսպես։ Բայց այն մարդը, որը ինքը տեսնում է Աստված է միակ իմ պատասխանը եւ նա կարող է եւ այս մոտեցում ունի, Աստված նրան պատասխանում է։ Փառք Աստծո։ Այսօրվա գլխավոր համարն եմ ուզում կարդալ, խնդրում եմ շատ ու շատ լսեք, շատերը գիտեք այս համարը, Եբրայեցիս 11:6։ Բայց առանց հավատքի անկարելի է Աստծուն հաճելի լինել։ Եբրայեցիս 11:6-ն է։ Որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա եւ իրեն փնտրողներին վարձահատուց է լինում։ Առանց հավատքի անհնարին է Աստծուն հաճելի լինել։ Նա որ փնտրում է Աստծուն, պետք է հավատա, որ Աստված կա եւ իր խնդրվածքի Աստված պատասխանելու է, վարձահատուց է լինելու։ Ինչ որ ես խնդրում եմ Աստծուն, Աստված պատասխանելու է։ Այն մարդը, որ խնդրում է Աստծուց, պետք է ունենա լիարժեք հավատք առ Աստված, որ Աստված լսում եւ պատասխանում է իրեն։ Հակառակ դեպքում այդ արված աղոթքը, այդ կատարած խնդրվածքը Աստծուն հաճելի չէ։ Հավատքով մոտեցողն է միայն Աստծուն հաճելի լինում։ Կարող ենք ամեն ասել այս խոսքին։ Փառք Տիրոջը։ Մի բան եմ ուզում այստեղ ասել։ Կարող է սա նոր լինել ձեզ համար, բայց նայեք, շատ դեպքերում մենք, օրինակ ես շատ տարիների հավատացյալ ու հոգևոր եմ։ Այստեղ կարող են լինել մարդիկ, որոնք նոր են հավատում Աստծուն, մարդիկ կարող են լինել երկար տարիների հոգևորներ են։ Այսպիսի արտահայտություն ենք մենք երբեմն արել ու անում ենք։ Եթե քո կամքն է, Տեր, արել ենք այդպես, թե չէ։
Տեր Աստված, բժշկիր ինձ, եթե քո կամքն է։ Տեր Աստված, օրհնիր ինձ, եթե քո կամքն է։ Տեր Աստված, արա այս բանը, եթե քո կամքն է։ Արել ենք այդպիսի աղոթք, թե ոչ։ Լավ, եթեով արած աղոթքները հավատք կա դրա մեջ, կամ ո՞նց եք տայում, եթեն եւ հավատքը իրար հետ ո՞նց ենք համատեղում մենք։ Անկեղծ եկեք մի հատ զրուցենք, էլի Աստված ասում է առանց հավատքի ինձ մոտեցողը անհաճելի է։ Եթե մոտենում ես Աստծուն հավատքով, պետք է հավատաս, որ նա կա եւ պատասխանելու է։ Հիմա ես ասում եմ եթե դա նշանակում է այսպես, Տեր Աստված, ես էլ ինձանից գլուխ չեմ հանում, հավատում եմ, թե չեմ հավատում, դրա համար գցում եմ քո վրա, դու տես նպատակը հարմար կգտնես, տուր, չէ։ Եթե այդպես է, ինչու են երկրորդ անգամ նորից աղոթում։ Որտեւ արդեն մեկ անգամ ասեցինք, Տեր Աստված, Սարգիս աղբերս աղոթես, Տեր Աստված, ասեմ թե չասեմ, լավ, աղոթած կլինի, էլի ոնց ուզում ալի։ Տեր Աստված, նայում եմ, աղոթում եմ, փնտրում եմ համապատասխան կողակից։ Չասեմ, լավ։ Արդեն ասել եմ։ Հա, Տեր Աստված, եթե քո կամքն է, ու վсё։ Բայց չէ, կարա լինի երկրորդ անգամ աղոթի, երրորդ անգամ, 10-րդ անգամ, մինչև որ կգտնի կհանդիպի այն մեկին։ Այսինքն ինքը շարունակում է։ Իսկ եթե շարունակում ենք երկրորդ, երրորդ անգամ էլ ենք աղոթում, ինչու ենք ասում, Տեր, եթե քո կամքն է, այսինքն եթե տվել ենք Աստծուն, ուրեմն դա թողնենք։ Սուրբ գրքում գոնե այս պահին ես այդպես եմ հիշում, չեմ ուսումնասիրել շատ լավ, կարող է ուրիշ տեղ լինի, բայց գոնե ընդամենը ես մեկ տեղ եմ հիշում, որ դա արեց Հիսուս Քրիստոսը։ Բայց ինքը գիտեր, ինքը գնալու է մինչև վերջ։ Պարզապես այդ ծանրության մեջ, այդ ճնշման մեջ, մարդկային այդ ամբողջ մարդկության մեղքը իր վրա վերցնելու այդ ճնշման տակ ինքը ասեց այս խոսքերը, որը շատ ճիշտ է եւ նորմալ է։ Եթե կարելի է, եթե հնարավոր է, հեռացրու։ Բայց այնտեղ ինքը ամրագրեց. իմ կամքը չէ, քո կամքը թողնի։ Եթե հնարավոր է հեռացրու։ Սուրբ գրքում ուրիշ տեղերում մենք չենք տեսնում աղոթող մարդիկ եւ այն էլ Աստծո մարդիկ, եթեյով մոտիկանան Աստծուն, սիրելիներ։ Այնքան խեղաթյուրվել է մեր աղոթքը եւ այնքան մեր աղոթքը ուժը կորցրել է այս եթե բառը։ Եթեներով արված աղոթքները այն կասկածանքներով աղոթքներ են։ Եթեներով արված աղոթքները այն ամբողջական հավատք չներշնչող աղոթքներ են։ Եթեներով արված աղոթքները դա գիտեք ինչ է ցույց տալիս։ Հիմա օրինակի համար ասենք շատ դեպքերում մենք գիտենք, որ կարող են օգնել մարդիկ, բայց մարդուն չվիրավորելու համար, մարդուն չպարտադրելու համար, մարդուն վատ դրության մեջ չդնելու համար ասում ենք Արման ջան, եթե կարաս օգնի, ես գիտեմ, որ ինքը կարա, ես դիմել եմ իրեն հենց դրա համար, վստահ եմ, որ ինքը կարա, բայց շատ դեպքերում մենք ուղղակի չենք պարտադրում մարդուն, դրա համար ասում ենք եթե կարաս։ Իսկ երեխան, երբ որ գալիս է պապայից փող է ուզում, ասում է պապ կտաս 5000 դրամ։ Չի ասում եթե կարաս տաս։ Օրինակ շատ հազվադեպ է այդ։ Հանկարծ որ երեխեքը գալիս են պապային կամ ինձ որ գան երեխեքս կան մարստեղ, արամ են մանավանդ, չկա։ Ասենք գիտի ինքը որ ասի եթե կարաս, կասեմ չէ, չեմ կարա։ Եթե ինքը եթեով է մոտիկանում, ուրեմն պատրաստ է ստանալու նաև եթեի պատասխանը։ Դրա համար ինքը մի անգամից մոտենում է, պապ 5000 դրամ կտաս, մեկ-մեկը յանի բանա, պարտքով է ուզում էլի։ Հետո կտամ, հա։ Գրիսարուցին։ Չէ, հետո կտա, բայց հետո էլի կուզի։ Ոտե շարունակ։ Այսինքն երեխան ավելի համարձակ իր ծնողից ուզում է։ Մենք որ իրար չենք ուզում նեղացնենք, վիրավորենք, պարտադրենք, վերջո ես քեզանից ինչ որ բան եմ խնդրում, դրա համար եմ ասում, եթե կարաս օգնի։ Դրա համար ես գիտեմ որ դու կաս, ինչու օրինակի համար չեմ դիմում տարբեր մարդկանց, այլ դիմում հենց Կարեն աղբոր, որովհետև գիտեմ, այս մարդը ինքը լիքը ընկերներ ունի ոստիկանության մեջ, ինքը նախկին ոստիկան է եղել, բարձրաստիճան ոստիկան, հարգանք պատիվ ունի, ընկերներ ունի, ասում եմ Կարեն ջան, այսպեսի մի հարց կա ոստիկանական ինչ որ մի վերաբերվող կարող ես օգնել։ Այսինքն ինքը ունի այդ կապեր, ուրիշ ինչ չեմ դիմում, որովհետև գիտեմ ինքը կարող է, ինքը ով ինքը կարող է օգտակար լինել։ Իսկ երբ որ խոսքը վերաբերվում է Աստծուն, Աստծո համար անկարելի բան չկա։ Ու եթե մենք մոտիկանում ենք Աստծուն, էլի եթե տեսեք, երբ որ մոտիկանում ենք Աստծուն,
Եթե քո կամքն է, եթե կարող ես, եթե ուզում ես, դա նշանակում է, որ մենք վստահ չենք մեր խնդրվածքի մեջ, որ մենք չգիտենք ինչ ենք խնդրում, որ մենք էլ մեզանից գլուխ չենք անում։ Հիմա դա նորմալ է, մենք մարդ ենք, չենք կարող ամբողջական վստահ լինենք։ Հիմա ես ուրիշ բան եմ ուզում տանել։ Եկեք վստահ լինենք ինչ ենք խնդրում Աստծուց։ Իսկ ինչպես կարող ենք վստահ լինել, ինչը որ ես խնդրում եմ Աստծուց, իրանից է թե չէ, ճիշտ է թե չէ, այստեղից։ Օրինակի համար ես երբեմն այսպիսի աղոթք քարել եմ, Տեր, եթե քո կամքն է բժշկի եւ հետո հանդիմանվել եմ։ Ինչու, որտեվ կան բաներ, որոնք այս աշխարհի մեջ մեղքի հետևանք են։ Պարտադիր չի, որ ես մեղք գործած լինեմ, չէ, դրա մասին չի խոսք, այլ աշխարհը փչանում է մեղքի հետևանքով, այսինքն աշխարհը գնում է կործանման մեղքի պատճառով։ Եւ կան բաներ, որոնք մեղքի հետևանքն են։ Օրինակ, յամա լիքը կապվածություններ կան այսօր, օրինակ լսել եմ այսպիսի բաներ, որ մարդը, ասենք, ինքը լուրջ կապվածություն ունի, հարբեցող է, ինքը ընդունում է, որ չի կարում խմիչքից կտրվի, ուզում է, բայց չի կարում։ Ու այսպիսի խոսքեր է ինքը ասում։ Ավելի վատ, որ իր տան անդամն է, իր կինն է նման խոսքեր ասում, ամուսնու նման բան։ Դե ամեն մարդ ունի իր ապաշխարության ժամը, իր օրն էլ կգա։ Տիրոջ կամքով իր օրն էլ։ Ու ես զգացել եմ վտանգ դրա մեջ։ Ինչու, որտեվ չար բանից ազատվելու օրը այսօր է։ Տիրոջ խոսքն էլ ասում, փրկության օրը այսօր է։ Այսինքն, ինչ է դա նշանակում։ Անտարբերություն, անհոգություն, ատգիտություն, ասենք Տիրոջ խոսքը ասում է, մի ընդունիր դա, ոչ թե Տեր, եթե ուզում ես, կամ որ օրը որ կգա, հենց այսօր Տեր։ Եվ ես հաճախակի մեր եկեղեցում ասում եմ եւ սովորացնում եմ, հիվանդությունից բժշկվելու համար կարչենք Աստծուց, այնքան մինչև Աստված բժշկի կամ ասի, որ իմ շնորհքը հերիք է քեզ, ինչպես որ Պողոս առաքյալին ասեց, այսինքն իմ շնորհքը բավարար է քեզ այնքան, որ դու պետք է ապրես այդ հիվանդության հետ միասին քո ամբողջ կյանքի ընթացքում կամ այնքան, որքան ես եմ ուզում։ Մինչև որ Աստված սա չի ասել ինձ, կարչեմ իրենից, հավատքով խնդրեմ այս ձևով, որ ես հավատում եմ, որ Աստծո կամքն է, որ ես բժշկվեմ։ Իսկ եթե Աստված արդեն ասում է, որ ոչ, դա մահվան համար հիվանդություն է, քեզ տուն տանելու ժամանակն է, թեև Աստված շատ անգամներ չի ասում, բայց մարդիկ Աստծուն մտերիմ մարդիկ դա զգում են, դա հասկանում են։ Եվ Աստծո մարդկանց Աստված նաև շատ բաներ հայտնում է, սա ասեմ, որպեսզի Աստծո մարդիկ պատրաստվեն։ Եվ Աստված հայտնում է ինչ-որ բաներ։ Մինչև որ Աստված չի ասել հակառակը, ես ու դու չկասկածենք, չերկմտենք, տարուբերված չլինենք, վստահ լինենք Աստծո խոսքով, հիմա օրինակի համար, ասենք աղոթում ենք, ասում ենք Տեր Աստված, չգիտեմ չի Սամվելին նայեցի, ամուսնացած չի, բայց թե լավ, Տեր Աստված, եթե քո կամքն է, երջանկություն տուր իմ ու կնոջս փոխհարաբերության մեջ, օրհնիր մեզ, որ մենք չբաժանվենք, որ Սամվելը ամուսնացած չի, որ չբաժանվելը, ամուսնալուծվելը Աստծո կամքն է, իսկ տխուր եւ տրտում ապրելը ամուսնացած զույգի համար Աստծո կամքն է, նշանակում է, որ շատ կոնկրետ պետք է ես ու դու աղոթենք եւ շատ հստակ պետք է Աստծուց ասենք, Տեր, ես ուզում եմ երջանկություն իմ ընտանիքի մեջ, ցույց տուր ինչն է խանգարում, որ ես երջանիկ լինեմ, որ ես եթե ինձանից կախված բան կա, որ ես հեռացնեմ, որ այդ ուրախությունը գա կամ տուր մեզ ուրախություն, Տեր, եւ քանդիր ես մտքերը ամուսնալուծության, որ ես երբեք չմտածեմ եւ այլն եւ այլն։ Շատ կոնկրետ, շատ հստակ ձգտենք ճանաչել Աստծուն ավելիով, Սուրբ Գրքի միջոցով ավելի մոտիկանանք Աստծուն եւ մեր աղոթքներից սկսենք դուրս հանել եթե բառը։ Ավելի հավատքով լինենք, որտեղ հավատքի մեջ եթեն չկա։ Չեմ հիշում որտեղ եմ գրել համարը, բայց եկեք բացեմ, այստեղ կարդամ։ Հակոբու առաջին գլուխ պետք է լինի, համարը չեմ հիշում որտեղ եմ գրել, բայց Սուրբ Գրքով եկեք կարդանք առաջին գլուխ։ Իսկ եթե ձեզանից մեկը 6-ը, միայն թե հավատքով թող խնդրի ու չերկմտի, որտեղ նա որ երկմիտ է, ծովու հողմակոծյալ ու տատանվող ալիքների նման է։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կվերցնի։
Եթեները երբ որ կան մեր աղոթքի մեջ, այս խոսքը մեր կյանքում կատարվում է։ Ինչ որ խնդրում եմ, միայն թե հավատքով թող խնդրի եւ չերկմտի, չկասկածի, չտարուբերի, որովհետեւ նա որ երկմիտ է, երկու միտք ունի։ Տեր, դե դու գիտես, ես չգիտեմ, քոննա, քոնը չի, քո կամքնա, քո կամքը չի, չգիտեմ, Տեր Աստված, դու ուրեմն խնդրիր Աստծուն, ասա Տեր, հայտնիր ինձ քո կամքը, որ ես կարողանամ ավելի համարձակ աղոթեմ, ավելի վստահ աղոթեմ։ Որն է քո կամքը հիմա, Տեր, ես ինչի համար խնդրեմ։ Դրա համար ուրեմն խնդրիր, ասա Տեր, որն է քո կամքը։ Տեր, այս աղջիկը, որ դու ինձ ցույց ես տվել կամ զգում եմ, որ անտարբեր չեմ իմ սրտում իր նկատմամբ, հիմա քո կամքն է, թե չէ, խնդրում եմ նշան տու։ Եթե այո, ուրեմն վերջ, այլ աչքս փակում եմ միս բոլորից ու կենտրոնանում եմ այս գեղեցկուհու վրա եւ ասում Տեր, օրհնիր եւ օրհնիր, որ ես հասնեմ նրան եւ միասին լինենք։ Իրա մեջ էլ առաջացրու այդ սերը, Տեր։ Չեմ ուզում ինչ-որ կներես, Սարգսյան, քեզ եմ նայում, բայց կապված չի։ Չեմ ուզում ինչ-որ խաղեր տամ Աստված իրա մեջ ինչ-որ դու առաջացրու իրա մեջ զգացմունքներ խնդրում եմ եւ այնպես արա, որ գերբնական ձևով էսպես, չգիտեմ, միամիտ, հանկարծ մեկ էլ եւ հրաշքը տարա, օրհնությունը տարա։ Այսինքն, բայց եթե ինքնա, ես իմ կարող է ինքնա, չէ, կարող է ինքնա նորմալ է, պետքա ընտրի երիտասարդը։ Բայց երբ որ դու ուզում ես ավելի հստակ Տիրոջից ստանալ օրհնությունը եւ չես կարողանում կոնկրետացիր Տեր դուր քո կամքը։ Եվ երբ որ դու հասկանում ես տվյալ դեպքերի հետ կապված որ Աստծո կամքն է, կենտրոնացիր եւ թույլ մի տուր որ շեղվի որևէ բան։ Իսկ կան բաներ, որ արդեն մենք գիտենք Աստծո կամքը։ Օրինակ դրանցից մի քանիսը ես թվարկեցի՝ բժշկությունը, երջանկությունը, հաջողությունը։ Սուրբ Գիրքում գիտեք, քանի տեղեր գրված է հենց Սուրբ Գիրքը Աստծո խոսքը պահելու Հեսու 1:8 ու 9, Սաղմոս 1-ը, գիտեք, որ խոսում է հաջողության մասին, գործերը հաջող լինելու մասին։ Այսինքն Աստված, եթե ինչ որ բան մեզ տվել է աշխատանք, չգիտեմ, որևէ բան, ինքը չի տվել, որ մենք դրա ձեռը տառապենք, տանջենք, կարող են լինել փուլեր, որ Աստված դրանց միջոցով մեզ փորձի։ Բայց Աստծո կամքը չի, որ մենք ունենանք աշխատանք եւ չունենանք աշխատավարձ։ Ունենանք բիզնես ու տակ տանք անընդհատ բիզնեսում եւ չունենանք եկամուտ։ Դա Տիրոջ կամքը չէ։ Եվ մենք կարող ենք համակերպվենք դրա հետ, ասենք Տեր, կարող է ինչ-որ բա Աստված թույլ տա։ Իդեպ թույլ է տալի Աստված խոնարհացման համար երբեմն մեր կյանքում։ Հավատարմությունը փորձելու համար կարող է հպարտության հետ հարց չլինի, պարզապես փորձում է քո հավատարմությունը, քո դժվարին իրավիճակի մեջ դու հավատարիմ կշարունակես ինձ ծառայել։ Եթե այո, ուրեմն Աստված ավելին կօրհնի քեզ եւ այնտեղ եւ այստեղ։ Երբեմն փորձում է Աստված, բայց քոնը դու պետք է իմանաս, եթե Աստված տվել է աշխատանքը, ամուսնությունը, ընտանիքը, ծառայությունը եւ ամեն ինչ որ Աստված տվել է, Տիրոջ խոսքը հստակ ասում է հաջողություն։ Հաջողություն կա, պահիր Աստծո խոսքը եւ դու հաջողություն կգտնես։ Հիվանդություն ունես, խնդրիր Աստծուն եւ քեզ կբժշկի։ Չէ երկմտենք։ Երկմիտ մարդը, կասկածող մարդը թող չկարծի, շատ խիստ է ասում, թեկուզ մենք մեղմ ենք կարդում, բայց ինքը շատ խիստ է ասում։ Որտեղ նա որ երկմիտ է, ծովու հողմակոծյալ ու տատանյալ ալիքների նման են։ Ասեն թափով գալիս է ալիքը ու նորից հետ է գնում։ Գալիս է, հետ է գնում։ Ու տենց մենք էլ ենք դա։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Սա ահավոր բան է։ Ասենք մարդը, հոգևոր մարդը, տատանվող է, կասկածող է, երկմիտ է, թերհավատ է, այդ մարդուն ասում է, ինքը թող չկարծի, որ որևէ բան ինքը կստանա Աստծուց։ Տեր Աստված, ես տարիներ շարունակ քո եկեղեցու մեջ եմ, ես հավատարիմ եմ, ես ծառայում եմ քեզ, ես դենում ես իմ սիրտը ինչքան լավն է, ինչքան մաքուր է, ես ձգտում եմ որ մեղք չգործեմ, ինչքան լավն եմ եւ այլն, փորձում ենք այսպես։ Հա, շատ լավ է։ Բայց այս հարցում, որը ամենակարևորն է, դու թերհավատ ես, կասկածող ես, դու ինչ չես վստահում, շատ եթեներ ունես։ Չես կարողանում լիարժեք հավատալ ինձ, չկարծես, որ որևէ բան Աստծուց կառնես, Տիրոջ խոսքը ասում է։ Հիմա հասկացանք չափից դուրս polite ոնց կլինի հայերեն քաղաքավարի շնորհակալություն չափից դուրս քաղաքավարի լինելը կամ ձևացնելը որ քաղաքավարի ենք Աստծո հայացողությանն ենք մենք թողնում սա սխալ մոտեցում է եւ Աստված չի սիրում սա որովհետեւ գրված է նա որ մոտենում է Աստծուն շնորհած
աթոռին, այսինքն թագավորին է մոտենում, թող մոտիկանա համարձակ։ Ոչ թե ես գիտեմ, որ դու կարող ես անել, եթե քո կամքն է, եթե դու ուզում ես, դու գիտես, կուզես 10, կուզես 20 տուր, կուզես 30, Տեր դու գիտես, ես թողնում եմ քո հայացով։ Չի սիրում Աստված նման երևույթներ։ Ինքը սիրում է համարձակ մոտեցում։ Համարձակ մոտեցում։ Իսկ ինչու չի սիրում Աստված սա։ Ոչ թե չի սիրում, որ մենք իրեն վստահում ենք, չէ, դա վստահություն չի, դա Աստծո վրա գցել է, այսպես տուլություն է։ Մի փոքր չենք ուզում մտածենք, որ լավ, ու մի փոքր sense չունենք Աստծո այդ հատկությունը, քաջությունն ու համարձակությունը, ի վերջո պատասխանատվություն վերցնենք, ասենք, այ մարդ, էս է էլի Աստծո կամքը։ Աստված ուզում է այսպես ինձ տա, այսպես ինձ օրհնի, այսպես ինձ բժշկի։ Աստծո կամքը սա է։ Այսինքն համոզմունք ունենաս, ու այդ համոզմունքով գնաս Աստծո դուռը, Աստծո մոտ ասես, Տեր Աստված, ես հասկացա, որ դու ինձ կյանքում ուզում ես այսպես անել։ Հիմա ես քեզ խնդրում եմ, արա դա իմ կյանքի մեջ։ Այսինքն վտանգը այդտեղ է, որ մենք չենք կայանում մինչև խնդրելը։ Այդ թվացial քաղաքավարությունը իսկապես քաղաքավարություն չի, դա ձևականություն է պարզապես։ Իսկ նա, որ Աստծուն ճանաչում է եւ գիտի հստակ Աստծո կամքը, նա համարձակ մոտիկան մեջ շնորհածաթորին, նա չի հրամայում Աստծուն, բայց նա համարձակ գիտի, որ ինչ որ խնդրում է Աստծո կամքի անմատ է եւ իր խնդրվածքը Աստված կպատասխանի։ Ճիշտ է, ես որ գիտեք, եսի որ խոսում եմ, նախաբանն էի խոսում, ես չէի մտածում, որ այսքան երկար կխոսեմ։ Հա՞։ Հաջան։ Միայնակ մարդը կարող է Աստծո կամքը հասկանալ, հա, ճիշտ եմ հասկանում, թե։ Հա, իհարկե կարող է։ Իհարկե կարող է։ Սուրբ Գրքում մենք տեսնում ենք օրինակներ, որ միայնակ մարդիկ Աստծուց խնդրում են եւ ստանում են, եւ տեսնում ենք նաեւ օրինակներ, որ միայնակ մարդը օգնության կարիք է ունենում եւ երկուսով, երեքով կամ եկեղեցու հետ միասին են խնդրում։ Իսկ առհասարակ Տիրոջ կամքը հասկանալու համար իհարկե մարդը կարող է պրպտել, քննել Աստծո խոսքը եւ հասկանալ, եւ երկրորդը գոյություն ունի եկեղեցին, մենք, այսինքն, որ կարող ենք միասին մենք զրուցել, օրինակ համար գոյություն են եկեղեցու հովիվները, որ կարող եք գալ ասել, այսպիսի մի բան եմ մտածում, Արտո ախպեր, ճիշտ եմ մտածում, թե չէ կարամ համարձակ Աստծուց խնդրել սա, ինչ եք կարծում։ Եվ եթե հովիվը գիտի ու կարող է ձեզ օգնել, կարող է ձեզ օգնել։ Այսինքն կա բաներ, որ մենք միայնակ հասկանում ենք, կա բաներ, որ մենք օգնության կարիք ենք ունենում։ Երկու դեպքում էլ կարող ենք հաջողել։ Հասկացա, հա, ես պատասխանեցի, Փարքաս Տերորդն։ Բայց կան դեպքեր, որ համարձակ մենք Աստծուն մոտենալով էլ եւ վստահություն ունենալով էլ մենք կարող է կրկին ձախողենք եւ մեր աղոթները չպատասխանվեն, որտեղ ինչ որ բաներ կարող են մեր կյանքում լինել։ Դրա համար ամենաառաջինը, որ մենք կասկածանք չունենանք, հավատք ունենանք, եթեները դուրս հանենք մեր կյանքից եւ վստահություն ունենանք, բայց կան բաներ, որոնք որ մենք կարող է կրկին ու կրկին չունենանք։ Շատ արագ եմ ուզում ասել, ժամանակ մի փոքր ունենք, մի փոքր չէ, այսինքն շատ ունենք, բայց ես շատ երկար չեմ վերցնի։ Սուրբ Գիրքը Հակոբոս գիրքը ասում է չենք ստանում, որովհետեւ չենք խնդրում։ Եվ սա էլ այն եթեի եւ դրա շարունակությունն է։ Աստված գիտի, պետք է թող տա, պետք չի թող չտա, ու Աստված չի տալի։ Բայց հետո ասում ենք, Տեր, բայց խի չտվեցիր, էլի։ Աստված ասում ախր դու չուզեցիր։ Ասում ես, բայց ես ուզեցի, Տեր Աստված, ուղղակի թողեցի քո հայացողության վրա։ Աստված ասում է, ախր ես քեզ ասել եմ, խնդրու եւ կտամ։ Դու ինձանից չխնդրեցիր։ Խնդրիր եւ կտամ։ Հակոբոս ասում է, մենք չենք ստանում, որովհետև չենք խնդրում։ Հակոբու 4:2-ը ցանկանում ենք եւ չունենք, եւ չենք ստանում, որովհետև չենք խնդրում։ Եվ նա որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ մենք խնդրում ենք, անգամ երբ որ մենք խնդրում ենք, Տերը կարող է ավելին անել։ Եփեսացիս 3:20-ը ասում է, ավելին կարող է անել, քան որ մենք խնդրում ենք եւ խորհում ենք կամ իմանում ենք, Աստված ավելին կարող անի։ Այստեղ մի բան է, որը շատ ժամանակ մենք չենք ունենում, եւ ես ինքս էլ իմ անձի վրա աշխատում եմ, որ սա ունենամ ավելի ու ավելի։
շարունակական համառ աղոթքը։ Դանիելը 21 օր ծոմ պահեց, ախորժալի կերակուր չկերավ եւ 21 օր սպասեց Աստծուն։ Գիտեք, երբ որ հեշտակ եկավ Դանիելին պատասխանելու, հիշում եք ինչ ասեց։ Ասեց, քո աղոթքը առաջին օրվանից լսվել էր։ Բայց երբ որ ես եկա քեզ պատասխանելու, չարի հետ սկսել էր հեշտակը պատերազմել։ Մենք գիտեք, sense բաներ մի տեսակ մտածում ենք, դե դա երբ իրական չի, էլի, բայց չէ, իրական է։ Իրական է։ Երբ որ 20 թվականին Չարաբաստիկ պատերազմը սկսեց Հայաստանում, մինչև պատերազմի սկսելը առաջին համար մեկ խնդիրը երկրում եւ ամբողջ աշխարհում եւ նաեւ մեր երկրում COVID-ն էր։ Երբ որ պատերազմը սկսվեց, COVID-ը մղվեց երկրորդ պլան, որտեղ ավելի կարևոր բան տեղի ունեցավ պատերազմը։ Երբ որ մենք հոգեվոր կյանքում խնդրում ենք Աստծուն, պատերազմ է տեղ ունենում։ Որոշ բաներ մղվում են երկրորդ պլան, կոպիտ ասած այսպես, եւ սկսվում է պատերազմ։ Այդ պատերազմը կարող է ինչ-որ բաներ հետաձգել։ Եվ պատկերացնեք, Աստված պատերազմ է տամ Տիրոջ հեշտակը պատերազմ է չարի դեմ, որպեսի պատասխանի մեր աղոթքներին, ու մենք ճանապարհի կեսից ձեռքներս իջացնում ենք ներքև, սպիտակ դրոշակը բարձրացնում ենք վերև ու դադարում ենք աղոթելուց։ Տեր ջան, դու գիտես, եթե քո կամքն է, պատասխանիր։ Բայց քո աղոթքի հիման վրա հոգևոր աշխարհում պատերազմ է տեղի ունենում։ Բայց դու ճանապարհի կեսին հանձնվեցիր։ Ահա թե ինչու է պետք որ մենք վստահ լինենք, ինչու որ մենք խնդրում ենք Աստծուց է, թե ոչ։ Աստծո կամքն է, թե ոչ, եւ եթե Աստծո կամքն է, ուրեմն կարող ենք գնալ մինչև վերջ։ Համառ աղոթելով եւ խնդրելով Աստծուն։ Աստծուն պետք չի համառել, Աստծուն պետք չի ստիպել եւ չենք էլ կարող, բայց այդ համառությունը ցույց է տալիս մեր հավատքը, այսինքն դրսևորվում է մեր հավատքը։ Չենք ստանում, որովհետեւ անձնական շահերի համար ենք խնդրում։ Ինչի համար ես դա ուզում, որ ես ինձ լավ զգամ։ Տեր Աստված ինձ մի հատ Bentley կտաս։ Ինչու ես ուզում, որ ես գնամ Bentley-ով այն մեր սահմանամեծ գյուղերում ավետարանը քարոզեմ։ Որպեսի երբ որ ես Bentley-ով անցնում եմ փողոցներով, ասեն սա հովիվ արտավազնա ու բոլոր ասեն փառք քեզ Աստված, որ արտավազնին այսպեսի Bentley ես տվել։ Իհարկե չէ, հակառակը տեղի կունենա։ Ինչի համար ենք ուզում դա։ Ինչ որ ուզում ենք, ինչի համար ենք մենք ուզում։ Արդյոք շահադիտական է եւ չարամտորեն ենք մենք խնդրում կամ մեր հաճույքների համար ենք խնդրում։ Շատ դեպքերում մենք չարամտորեն մեր հաճույքների համար, մեր անձնական շահերի համար ենք խնդրում, դրա համար չի պատասխանվում մեր աղոթքը։ Հակոբոս 4:2-3-ն է խոսում դրա մասին։ Մեր բոլոր խնդրվածները պետք է փառավորեն Աստծուն, սիրելիներ։ Մեր բոլոր խնդրվածները պետք է փառավորեն Աստծուն։ Շատ արագ եմ ես ասում, չեմ կանգ առնում, մեղքի պատճառով երբեմն մեր խնդրվածները չեն պատասխանում։ Սաղմոս 66:18. Եթե ես անօրենություն տեսնեմ քո սրտի մեջ, Տերը չի լսի ինձ։ Եթե Աստված անօրենություն տեսնի իմ սրտի մեջ, Տերը չի լսի։ Եթե խնդրում եւ խնդրում ես, բայց զգում ես, որ չի պատասխանվում ու դու գիտես, որ մեղք կա քո սրտի մեջ։ Օրինակի համար մտքովդ որևէ մեկին ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ այսպիսի օրինակներ երբեմն ասել, որտեղ ես զգում եմ, որ Աստված, ասենք, որևէ մեկին մտքիդ մեջ ցանկանում է շնանալու այդ մեղքի հիման վրա, կամ որևէ մեկին նախանձում ես, դու, ասենք, քո ունեցածը քեզ բավարար չի, բայց դու նախանձում ես այդ մարդու մեքենային, այդ մեքենայից դու ես ուզում, այդ մարդը ծախեց ուրիշ մեքենա առավ, չէ, նրանից ես արդեն ուզում, զգում ես, որ դու նախանձում ես։ Եթե մեղք տեսնի Աստված կամ որևէ մի շարունակական ստություն ունես քո կյանքի մեջ, շարունակական ատելություն ունես որևէ մեկի նկատմամբ, այսինքն մեղք կա, որ բնակվում է քո կյանքի մեջ, խոսքը ասում է, եթե տեսնեմ մեղքը քո սրտի մեջ, չեմ պատասխանի այդ աղոթքին։ Գալ Աստծո առաջ ամբողջ սրտով եւ ներել մարդկանց, սա շատ մեծ բան է։ Շատ մեծ բան է։ Ինչու է մեր աղոթքները երբեմն չեն պատասխանվում, որտեղ որևէ մեկի հետ մենք կոնֆլիկտ ունենք ու չենք ներել իրեն։ Խնդրում ու խնդրում ենք, վստահ ենք խնդրում, առողջ մտածելով, հավատքով ենք խնդրում, բայց չենք ստանում։ Ինչու, որտեղ չենք ներել։ Ներելու հետ կապված խնդիր ունենք։ Ոնց իմանանք, ներել ենք թե չէ։ Երբ որ այդ մարդու մասին խոսակցություն է գնում կամ հանդիպում ես այդ մարդուն ու դու զգում ես, սեր չի գալիս,
ուրախություն չի գալիս, կարեկցանք չի գալիս, խաղաղություն չի գալիս, հակառակը գալիս է ատելություն, բարկություն, չարություն, այսպես անհանգստություն, ուրեմն ինչ որ խնդիր կա։ Ինչ որ խնդիր կա։ Այդ մարդուն տեսնելուց, որ այս զգացմունքները առաջանում են, կամ այդ մարդու մասին, երբ որ լսում ես այդ զգացմունքը, ուրեմն ինչ որ խնդիր կա։ Խնդիր Աստծուն, որ օգնի քեզ, որ ներես իրեն։ Որտեւ եթե չներենք մեր դեմ հանցան գործողին, Տերն էլ ասում է, որ չեմ ների ձեզ։ Եվ եթե զոհասեղանի մոտ բերել ես զոհդ, այսինքն աղոթք ես անում, բայց ինչ որ մեկի հետ խնդիր ունես, Աստված չի լսի Տիրոջ խոսքը, ասում է, թող քո զոհը, թող քո խնդրվածքը գնա, հաշտվիր եւ արի նոր բեր քո զոհի մարչը, քո խնդրվածքը նոր բերի մարչը։ Աստծուն հնազանդությունը։ Մարդկանց աղոթները երբեմն չի լսվում հենց սրա պատճառով, որ Աստծուն չեն հնազանդվում։ Աստծուն չեն հնազանդվում։ Աստված ասել է այսպես, բայց իրենք չեն հնազանդվում։ Մի հատ վտանգավոր բան ասեմ, Կարեն ախպեր, որտեղ մի քիչ հետո էլ մի հատ ուրիշ վտանգավոր բան եմ ասելու։ Ասեմ կարելի է։ Ովքեր են ամուսնացած կանայք, ձեր մի բարձրացրեք, բայց ովքեր որ ամուսնացած են այստեղ։ Տիրոջ խոսքը ինչ է ասում ձեզ, սիրելի կանայք, քույրեր։ Հնազանդվեք ձեր ամուսիններին։ Այդպես է ասում, թե չէ։ Չամուսնացած աղջիկները լավ լսեք, որտեղ sense բաներ կան, էլի, մեկ էլ տեսար, որ շահացեք այմար, դե տենց ամուսնանալ պետք չի ինձ։ Աստծո խոսքը ասում է հնազանդվեք ձեր ամուսիններին։ Հիմա քո ամուսնու հետ դու ինչ որ բաներ կա համաձայն չես ու ավելի շատ է չհամաձայնվելու պահերը ու չես ուզում հնազանդվես։ Հիմա Աստծո խոսքը ասում է, պատվիրում է հնազանդվիր քո ամուսնուն, իհարկե առաջին հերթին Տերով։ Եթե անորեն բաներ է ասում ամուսինը, ձեր իրավունքն է, արդեն դուք գիտեք։ Ես չէ որ պետք է սովորացնեմ, բայց իմ իրավունքն ինձ վերապահում է, տալիս է ինձ իրավունք իմ կոչումը սովորեցնելու, որ առաջինը Աստծուն պետք է հնազանդվենք եւ իհարկե նաեւ Աստծմով ենք մենք հնազանդվում, նաեւ կանայք հնազանդվում ամուսիններին, որտեղ Աստծո խոսքն է ասում հնազանդվեք ձեր ամուսիններին։ Այսինքն Տիրոջ խոսքը սովորեցնում է, բայց եթե ամուսինը օրինակի համար սովորեցնում է կամ ստիպում է անել բաներ, որոնք Աստծուն դեմ են, իհարկե ես չեմ կարող նման բան սովորացնել, որ պետք է հնազանդվի։ Դա արդեն ձերն է եւ Աստծո միջև է, դուք գիտեք։ Բայց սովորական, առօրյական կյանքի ընթացքի ամուսինը ինչ որ կարծիք է ասում, դու էլ քո կարծիք ունես, ու այդպես հաճախակի լինում է։ Ի վերջո գալիս է այն պահին, որ մեկի ասածը պետք է լինի։ Հիմա ում ասածը պետք է լինի։ Ճիշտ է, վերջում միշտ կնոջ ասածն է լինում, տենց է դուրս գալի, բայց եթե ավելի ճիշտ խոսենք, հնազանդվել Աստծուն։ Ինչպես։ Աստծո խոսքը կատարելով, հնազանդվելով ամուսնուն։ Հիմա եթե ես չունեմ հնազանդություն, ո՞նց կարող է իմ աղոթքը լսվել։ Աստված ինձ ուղարկել է ավետարանը քարոզելու, իսկ ես գնացել եմ բիզնես անելու։ Աստված ասում է լսիր, ես քեզ ուղարկել եմ այսինչ գյուղը, այսինչ քաղաք, այսինչ երկիրը գնաց ավետարանը քարոզես։ Ես քեզ օրհնել եմ, օծել եմ դրա համար։ Իսկ ես ասում Տեր Աստված, եթե ես գնամ ավետարանը քարոզեմ, բա ո՞նց ապրեմ։ Ես պետքա գնամ բիզնես անեմ, փող աշխատեմ, հետո նոր գնամ ավետարանը քարոզեմ։ Աստված ասում է լսիր, ես քեզ ուղարկում եմ ավետարանը քարոզելու, ես հոգ կտանեմ քո համար։ Աստված երբեք կներեք, այսպես ասեմ, դեմից գումար չի տալի, ասում, գիտես, էսի քո ծախսերը հոգա, հետո նոր գնա։ Միշտ Աստված հավատքի քայլ է ուզում։ Գնա եւ ես կհոգամ։ Գնա եւ ես կհոգամ։ Ես կորտնեմ, ես կտամ։ Էնպես էլ ալնում, բայց հիմնականում Աստված ասում է, ես քո հետ եմ, մի վախեցիր։ Ասում են, մեկը գնում ենք հանգարց մի հատ արջ ու այրուց է մեզ հանդիպում, ու փոխաբերական իմաստով, պրոբլեմի առաջ են կանգնում, ասում են, բա Տեր Աստված ասեցիր, ես քո հետ եմ։ Ահա, այս պրոբլեմի միջոցով ես ցույց կտամ, որ ես քո հետ եմ։ Այս պրոբլեմը նենց հեշտ ու հանգիստ կլուծվի, ու դու կտեսնես, որ ես քո հետ եմ։ Ու ես ասում Տեր, չէ, ես գնամ բիզնեսով զբաղվեմ։ Աստված ասում է հնազանդվիր ինձ։ Եթե երկրորդ ու երրորդ բաները ինձանից խնդրեցիր, ես չեմ լսի եւ չեմ պատասխանի, որովհետեւ չես հնազանդվում ինձ։ Ուզում ենք մեր աղոթքը լսվի, ուրեմն հնազանդվենք Աստծո խոսքին։ Կարող ենք ասել ամեն։ Հիմա երկրորդ վտանգավոր բան ասեմ, Կարեն ախպեր։ Ասեմ, վստահես։ Լավ։ Էսի մեր դեմ օգտագործելու են, էլի դրա համար։ Էսի միայն վերաբերվում է տղամարդկանց։ Կանայք կարող են հեռախոսով զբաղվեն այս մի 2-3 րոպեն, էսի մենակ տղամարդկանց է վերաբերվում։ Կանայք կարող են չլսել այս պահը։ Ու լավ է որ չլսեք։ Առաջի Պետրոս 3:7։ Նույնպես եւ դուք ամուսիններ,
Նրանց հետ խոհեմությամբ ապրեք կնոջը որպես ջուրաբեր կամ տկար անոթի վերաբերվեք, պատվեք իբրև կյանքի շնորի ժառանգակիցների, որպեսի ձեր աղոթներին արգելք չլինի։ Տես արդեն տնից արդեն նամյոկում ու ես խոսք ինձ իլը շատ են հիշացնելու։ Վստահ եմ, որ Մարինեքուրն է ներքևն է լսում, աղբերս։ Եղբայրներ, հիմա այս սրանից հետո դուք որոշեք, ով ամուսնացած չի, ամուսնանալ թե չամուսնանալ։ Չամուսնանալ։ Հա? Դու ես ասում։ Դու չես, չէ՞։ Ես գիտեմ։ Կավլիցի։ Թե չէ ուզում եմ պսակադրության տորը հիշացնել քեզ։ Չամուսնանալ։ Հա? Դու ամուսնացած ես, աղբերս։ Լավ ասիր։ Կնոջ հետ վարվեք սիրալիր։ Այնպես կարծես նա տկար անոթ է։ Ես մի թարգմանության մեջ ինչ ասում, ջուրաբեկ, նուրբ, փխրուն։ Այքուրս պասի ես ասացի տակից տենան կարում ենք դուրս գանք նոր։ Լավ։ Քո դեպքում չի կարա, հետո։ Դու բայց են նախորդի մեջ էր հլը, մենք արդյունացել ենք։ Այ կուշկուրս։ Պաստորեն, եղբայրներ, Աստծո խոսքը չենք կարա շրջանցենք։ Որքան էլ ուզենանք այս տողերը Աստվածաշնչից անենք, չի լինի։ Եվ գիտեք, այս խոսքերը հեքիաթներ չեն։ Շատ դեպքերում մենք տղամարդիկս, ամուսիններս կարող ենք ես իմ վրա վերցնեմ, ես կարող եմ հովիվ լինել, ես կարող եմ քարոզիչ լինեմ, ես կարող եմ Աստծուն սիրող և սուրբ մարդ լինեմ, բայց իմ աղոթքները չպատասխանվեն զուտ նրա համար, որտեղ ես ճիշտ չեմ վերաբերվում իմ կնոջ հետ։ Այդքան լուրջ է սա։ Բայց սա առիթ չի տալի կանանց, որպեսզի հասկացանք, չէ՞, այստեղ ջուր պետք է խմեմ։ Որը Կարեն ջան, Կարենախ։ Չէ, իրենց էլ ասում է հնազանդվել, այնպես որ երկուսինս էլ կա, երբ որ պահը գալիս է, ամուսինը կարող է իշխանությունը գործածի, արդեն բայց միշտ պետք է ամուսինները վերաբերվեն կնոջը, ահա այսպիսին, ինչպես որ Սուգիկը ասում է, որպես տկար անոթների, ջուրաբեկ, նուրբ անոթների այդպես վերաբերվեն իրենց։ Եվ որպեսզի իրենց աղոթներին արգելք չլինի։ Եվ ինչու չի պատասխանվի մեր աղոթները նաև այս պատճառով։ Շատ դեպքերում մենք մտածում ենք, որ մենք մեր Աստծո հետ մեր հաշիվները կլուծենք, Դավիթ Վիլկերսոնն է ասում, ես սա հաճախակի եմ հիշում եւ ասում, որտեղ շատ խորը տպավորվել եմ մեջ, Դավիթ Վիլկերսոնը եկեղեցիներ հիմնող եւ ամբողջ աշխարհում հարյուրավոր վերականգնողական կենտրոններ է հիմնել։ Ու ինքը 50-ական, 60-ական թվերին կարծեմ, 60-ական թվերին գնացել են Նյու Յորք քաղաք, որտեղ որ բանդաներն ու մաֆիաներն ու այդ փողոցային խուլիգանական խմբավորումներն են եղել եւ այնտեղ ավետարանը քարոզել է եւ շատ խմբավորումներ, այսպես բանդայի խմբավորումներ ապաշխարել ու տիրոջն են ճանաչել։ Եվ եկեղեցին է հիմնել հենց Նյու Յորք Times Square-ում, հենց այդպես է կոչվում է Times Square եկեղեցի։ Սուր եւ դանակ, այո, այդ ֆիլմը եւ գիրքը կա, այսինքն շատ մեծ մարդ էինք Աստծո մեջ, հիմա մահացել է արդեն, եւ հարյուրավոր վերականգնողական կենտրոններ է ստեղծել, որ թմրամոլները, ալկոհոլիկները, խաղամոլները այդ վերականգնողական կենտրոններում ազատագրվում եւ բժշկվում են։ Ասում եմ մեկ անգամ այսպես Աստված հրաշալի ձևով իրան գործածում է, հարյուրավոր եւ հազարավոր մարդիկ փրկվում են, ասում եմ մեկ օր կնոջս հետ շատ ուժեղ վիճեցի, թողեցի տնից դուրս եկա։ Եվ մեքենան վարելիս, ասում եմ Սուրբ Հոգին ներսիցս ասեց. Դավիթ,
հետ վերադարձիր։ Ասի ես տուն չեմ գնալու, շատ ուժեղ, ասես Դավիթ, հետ վերադարձիր տուն եւ ներողություն խնդրիր կնոջիցդ։ Ես չեմ գնալու ներողություն, Դավիթ, եթե հետ չվերադառնաս եւ ներողություն չխնդրես, ես օծությունդ քո վրայից կվերցնամ։ Խելոք հետա վերադառնում եւ հաշտվում է կնոջիդ։ Ինքն էս մի քիչ չոր մարդ էր բնավորությամբ։ Դե ամեն բան կարող է լինել կյանքում։ Օրինակ Դավիթ Վիլկերսոնը շատ չարչարանքներ տեսել է։ Դավիթ Վիլկերսոնի կինը 20-ից ավել միայն վիրահատություններ է տարել։ 20-ից ավել միայն վիրահատություններ, որտեղ քաղցկեղի ունեցել։ Իր աղջիկն էլ քաղցկեղ ունի, թորնիկն էլ քաղցկեղ ունի։ Այսինքն բավականին տանջալից, այսինքն կարող է ինչ-որ կերպ սենց շրջանցել, սղոսկել, արդարացնել իր վերաբերմունքը, որ դե հոգնել է արդեն ճիշտ վերաբերմունք չունի, ես այսքան անում եմ, կարողա չի գնահատում ինձ, չգիտեմ։ Կարանք փորձենք արդարացնենք։ Բայց ասուն ֆրցնել ու մեր հայկական քյարթությունը, կոպտությունը, անտակտությունը երբեմն տղամարդկանցս չենք կարող ասուն շրջանցելով արդարացնենք այդ բոլորը։ Տղեկ ջան կներեք, աղբերներ, անցնեմ առաջ։ Ասում պետք է մոտենանք պարզ հավատքով, դրա մասին բավականին շատ խոսեցի, հավատքով պետք է մոտենանք, որպեսզի Աստված լսի եւ պատասխանի։ Եվ վերջին բանը ասեմ, եւ կարող ենք աղոթել եւ երգել ու փառավորել ասում։ Առակաց 21:13 այսպես է ասում. Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իրականջը, փակի իրականջը, ինքն էլ կկանչի եւ պատասխանող չի գտնի։ Անհավատ արած աղոթք Աստված չի պատասխանի, այսինքն առանց հավատքի արած աղոթք Աստված չի պատասխանի եւ վերջինը, եթե մարդը տեսնում է աղքատին, կարիքավոր մեկին եւ ինքը կարա ինչ որ ձեւ օգտակար լինի, բայց փակում է իր աչքերը, ականջները, ձեռքը գրպանը չի տանում որ օգտակար լինի այդ մարդուն, Աստված ասում է ինքն էլ կկանչի եւ իրեն չի պատասխանվի։ Սրանք կանոններ են, որոնք չենք կարող փոխել ու շրջանցել սիրելիներ։ Ուզում ենք մեր աղոթները պատասխանվեն։ Համար առաջինը հանենք կասկածյալ եթեներով աղոթքները եւ վստահ լինենք Աստծո խոսքի մեջ, որ մենք Աստծո կամքով ենք աղոթում եւ Աստված լսում մեզ պատասխանում է։ Եթե այստեղ որևէ տեղ դուք տեսար քեզ աղոթք ես անում, բայց մեկին չես ներել, աղոթք ես անում, բայց կնոջդ հետ խնդրեմ ունես, աղոթք ես անում, բայց աղքատի ձայնին փակել ես ականջներդ, աղոթք ես անում, բայց ուղղակի քո շահի, քո անձնական փառքի համար է, Աստված ասում է չի պատասխանվի այդ աղոթքները։ Այդ ամենի մեջ եթե որևէ բան տեսար քեզ, շտկիր եւ համարձակ ու վստահ Աստծո կամքի համար աղոթք բեր Աստծո առաջ եւ Աստված 100%-ով վստահեցնում է քեզ, որ քո աղոթքը կպատասխանվի։ Մեկ բան ես չասեցի։ Սկզբից ես ասեցի դա գրված է Հովանու ավետարանի մեջ Աստծո կամքի համապատասխան աղոթքը ամենասկզբից ես դրա մասին խոսեցի, որ վստահ լինենք, որ Աստծո կամքի համեմատ է։ Առաջի Հովանու 5:14 Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Սրա մեջ մենք պետք է վստահ լինենք, իր կամքի մեջ, ինչ որ մենք խնդրում ենք, վստահ լինենք, որ ինքը լսում եւ պատասխանում է։ Եվ երբ որ մենք վստահ ենք, որ Աստծո կամքի համեմատ է, չկասկածենք։ Եվ չափից դուրս polite բառը ոնց էր։ Խաղաղավարի չփորձենք լինել Աստծո նկատմամբ, որովհետև Աստված ուզում է համարձակ մոտիկանանք իրեն։ Ամեն։ Աղոթենք։ Եկեք ոտքի կանգնենք։